Ռուսաստանը որպես գերպետություն ուղղակի ասել է, որ խնդիրներ մենք ունենք լրջագույն եւ այդ խնդիրները եթե շարունակվեն, ապա հետևանքները լինելու։ Բա որ Հայաստանի պես փոքր երկրի ղեկավարը Ռուսաստանի պես մեծ երկրի ղեկավարին ասում է, այ Ղարաբաղի հարցում դուք սխալ արեցիք, դրա համար հետո մենք մենակ դրանից հետո ճանաչեցինք, երկու անգամ դուք ասել եք, դրանից հետո մենք ճանաչեցինք։ Այսինքն ճշմարտությունը ոնց որ Պուտինի առաջ դնող, էլի, փորձեմ սատանայի փաստաբանություն անել, բայց այս նարատիվներն է որ տարածում են։ Հիմա սա ինքնիշխանության դրսևորում է, թե չէ։ Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա, գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Քեզ դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։